անվանումներ ես չեմ ուզում քննարկել։ Ժողովրդավարական պետության մեջ նման տեսակի խոսակցություններ քաղաքական կոնկրետ պատճառը ինչի համար է ձեր հացադրումը։ Պետությունը պարտավոր է ընտրությունների ժամանակ պահպանել չեզոք դիրք։ Եվ պետությունը ունի պարտականություն քաղաքացիների առջև ապահովել իրենց ազատ ընտրելու հնարավորությունը։ Մենք տեսնում ենք, որ մեր պետությունը այդ պարտականությունը քաղաքացիների առջև արդեն երկար ժամանակ չի կատարում։ Կամ կարելի է ասել մեր պետության հիմնադրման օրվանից ի սկզբանե չի կատարում։ Իմ խորին համոզմունքն է, որ իշխող կուսակցությունը տանում է երկիրը դեպի կործանում, որովհետև ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել զարգացում, եթե հանրությունը հնարավորություն չունի ազատ ընտրել իր քաղաքական ապագան։ Դրա համար ես պահանջեցի պետությունից այս ընտրություններում մերժել իշխող կուսակցության մասնակցությունը, ենթադրելով, որ պետությանը, ինչպես եւ հանրությանը պիտի ակնհայտ լինի, որ այլ կերպ ազատ ընտրություններ ապահովել Հայաստանում անհնար է։ Բան չի արվել առ այսօր, որ պիտի իապես ստեղծվեն պայմաններ ազատ ընտրելու։ Եվ ես իմ պահանջը պատրաստ եմ նախապես դրա մասին հայտնել եմ, նաև ամրապնդել հացադրելով, ինչի եւ անում։ Եվ մեկ հարց, որ դեպքում կդադարեցնեք հացադրումը։ Կդադարեցնեմ հացադրումը, եթե վերանայի պետությունը իր որոշումը եւ մերժի իշխող կուսակցության մասնակցությունը ընտրություններում, կամ եթե միջազգային դիտորդները արձանագրեն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չի եւ կասեցնեն իրենց առաքելությունը, որտեղ իրենց առաքելությունը կապված է ի սկզբանե այն դրույթի հետ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ իրենք գալիս են տեսնել եւ արձանագրել, որ այդ պարտավորությունը կատարվում է։ Եթե միջազգային դիտորդների առաքելությունը նման եզրահանգման կա, ապա բնականաբար եւ իմ հացադուլը նույնպես կդառնա անիմաստ, որովհետեւ ոչ ժողովրդավարական պետությունում իմաստ չունի պետությունից պահանջել ազատ ընտրություններ հացադուլով, ուրիշ եղանակներով է դա անում։ Իսկ ժողովրդավարական պետությունում ես գիտեմ, որ քաղաքացին կարող է հացադուլով պետությունից պահանջել, որ ինքը իր պարտականությունները կատարի քաղաքացիների առջև։ Ռաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսներից մեկում վերջի ասաց, որ ձեզ խորհուրդ է տալիս չդիմել այդ քայլին եւ եթե դուք դիմեք ամեն դեպքում այդ քայլին, ինքը կգա ձեզ կհորդորի, որ չանեք դա։ Ինչ որ բան կփոխի ձեզ մոտ իր հորդորը։ Չէ, չի փոխի։ Այս որոշումը առաջացել է ոչ էմոցիոնալ, ինչ որ երևույթների ազդեցության տակ, ինձ թվում է ամբողջ հանրության պարզ է, որ իմ քայլերը նախապես մտածված ռազմավարության արդյունք են եւ բնականաբար ես իհարկե բարձր եմ գնահատում պարոն Հովհաննիսյանի մտահոգությունը, բայց այս խնդիրը, որի համար ես պայքարում եմ եւ իմ համախոհները, սկզբունքային է, մենք գտնում ենք, որ մեր երկրի համար դա մեծ նշանակություն ունեցող խնդիր է։ Մենք կիսում ենք մեր հանրության մեծամասնության այն կարծիքը, որ իշխող կուսակցությունը տանում է մեր երկիրը դեպի կործանում։ Եվ բնականաբար էմոցիոնալ բովանդակության երևույթներ չեն կարող ազդել քաղաքական գործառույթների։